Բարև ձեզ, սիրելի հայրենակիցներ, այսօր որոշեցի շատ կարճ եթերով հանդես գալ, տեղի ունեցել մի շատ հետաքրքիր ու ուշագրավ իրադարձություն, ԱՄՆ նախագահ Թրամփի ներկայացուցիչ Ստիվ Վիտկոֆը, ով երեկ Մոսկվա էր ժամանել, իբր միայն Ուկրաինայի հարցով ՌԴ ղեկավարության հետ բանակցելու նպատակով, նախագահ Պուտինի հետ հանդիպումից անմիջապես հետո գիշերային չվերթով մեկնել է Բաքու։ Նրա այցի նպատակի մասին ամբողջ օրվա ընթացքում որևէ տեղեկություն չէր հրապարակվում, և մինչև այս պահն էլ ես չեմ հանդիպել դեռ, այնպիսի լավատեղյակ օրաթերթ, ինչպիսին բրիտանական The Telegraph-ն է, գրում էր ցերեկը, թե պարզ չէ, թե ինչու է պարոն Վիտկոֆը ժամանել Բաքու. It is not exactly clear why Mr. Witkoff is in Baku. Փորձենք մենք կռահել, թե ինչու է Վիտկոֆը հանկարծակի մեկնել Բաքու։ Նախ պետք է նկատել, որ այդ այցը տեղի ունեցավ փաստորեն հենց այն օրը, երբ հայտարարվեց Հայաստան-Ադրբեջան այսպես կոչված խաղաղության պայմանագրի պատրաստ լինելու մասին։ Այսինքն նա թռել էր գիշերը Մոսկվայի ժամանակով մոտավորապես ժամը 12:45 և դրանից ընդամենը մի քանի ժամ առաջ էին Երևանը և Բաքուն հայտարարել, որ այդ խաղաղության պայմանագրի տեքստը ամբողջությամբ համաձայնեցված է։ Այս իրադարձությունը համընկնում է նաև Ռուսաստան, Միացյալ Նահանգներ, Ուկրաինա բանակցությունների և ռուս-ուկրաինական պատերազմի վերջնափուլի հետ։ Հետևաբար գրեթե ակնհայտ է, որ Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանի Դաշնությունը զբաղված են վերահսկողության և ազդեցության գոտիների ակտիվ վերաբաշխմամբ, այսինքն նրանց առջև դրված է ոչ միայն Ուկրաինայի քարտեզը, այլ շատ ավելի մեծ քարտեզ է, որտեղ ներկա են և այսօր Կովկասը և Մերձավոր Արևելքը, մասնավորապես Սիրիան և Եվրոպան, էլ մյուս ցամաքների մասին, ցամաքամասերի մասին չեմ ուզում խոսել, Աֆրիկայի, Լատինական Ամերիկայի, բայց ահա այս հատվածները, որտեղ Ռուսաստանը նույնպես ազդեցություն ունի, անպայման երկուսի ուշադրության ներքո են, և այստեղ մեկը միտեղ զիջում է, մյուսը ստանում։ Ներկայումս, եթե նայենք, պատկերը մոտավորապես հետևյալն է. Ռուսաստանի Դաշնությունը ստանում է Ուկրաինայի որոշակի տարածքներ, իսկ դրա դիմաց զիջում է կամ հանձնում է այսօր Կովկասը ԱՄՆ-ին կամ Արևմուտքին, կոլեկտիվ Արևմուտքին, այսպես ասենք։ Բայց քանի որ ԱՄՆ-ի և Արևմուտքի ներկայացուցիչը մեր տարածաշրջանում Թուրքիան է, ապա Հայաստանը փաստորեն փոխանցվում է Թուրքիային և նրա կցորդ Ադրբեջանին։ Այսպիսով, թե Ռուսաստանի Դաշնությունը, թե Միացյալ Նահանգները մինչ այսօր իրենց համատեղ վերահսկողության տակ գտնվող Հայաստանի Հանրապետությունը հանձնում են Թուրքիային և Ադրբեջանին։ Համատեղ, միասին։ Այս համատեքստում Ստիվ Վիտկոֆի անսպասելի այցը Բաքու դառնում է բավականին հասկանալի։ Շուտով
պարզ կլինի, թե նրա միջոցով Բաքվին ինչ ցուցումներ են փոխանցվել, արդյոք անցնել Հայաստանի դեմ բացահայտ հարձակման, թե գուցե շարունակել անընդհատ ճնշումներով և Միացյալ Նահանգների և Ռուսաստանի թիկունքային աջակցությամբ Հայաստանի ջախջախումն ու աստիճանական կլանումը։ Զուգահեռաբար Բաքվի հետ քննարկվելու և համաձայնեցվելու է Իրանի նկատմամբ տարվող քաղաքականությունը, որը սերտորեն կապակցված է Հայաստանի ճակատագրին ու մասնավորապես Սյունիքի ապագային։ Մեր հույսը մնում ենք նախ և առաջ մենք ինքներս, ավելի ճիշտ առայժմ չձևավորվող հայկական դիմադրական ճակատը, ապա Իրանի հնարավոր ռազմական աջակցությունը Հայաստանին, այն դեպքում, եթե Հայաստանի դեմ իրականացվի հարձակում, և անշուշտ Աստված։ Ուրեմն, ովքեր դեռ չեն գիտակցել, որ Հայաստանը, Սիրիան և Ուկրաինան ի սկզբանե եղել են Ռուսաստանի Դաշնության և ԱՄՆ-ի միջև գաղտնի փոխզիջումների և աշխարհաքաղաքական առևտրի առարկա, թող շատ ուշադիր հետևեն ընթացիկ իրադարձություններին։ Ստիվ Վիտկովի այցը հենց այն բացահայտիչ հանգամանքներից մեկն է, որին հետևելով կարող ենք հասկանալ մեր տարածաշրջանում կատարվող իրադարձությունները։ Այսքանը, շնորհակալություն։